Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը իրավաբանական գիտությունների թեկնածու Հայ-Ռուսական համալսարանի առողջապահական իրավունք մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Միքայել Խաչատրյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես 2024-ին Հայաստանը վավերացրել է Օվիեդոյի կոնվենցիան, բայց եթե չեմ սխալվում, որոշակի վերապահումներ կան խտրականության մասով։ Նախ ինչ ասել է Օվիեդոյի կոնվենցիա եւ ինչ վերապահման մասին է խոսքը։ Շնորհակալություն, Օվիեդոյի կոնվենցիան Եվրոպայի խորհրդի կոնվենցիա է, որը կարգավորում է մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման հարցերը կենսաբժշկության ոլորտում, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի կոնվենցիան թե ստորագրվի, թե վավերացվի, եւ նա կարգավորում է կենսաբժշկության ոլորտում այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսին իրազեկված համաձայնությունը, բժշկական գաղտնիքը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը եւ նաեւ խտրականության հարցը։ Վերապահումը վերաբերում է նրան, որ խտրականություն չպետք է թույլատրվի սերով պայմանավորված, երբ որ գիտենք, որ պատմականորեն միշտ ցանկություն է եղել վերահսկել հղիության գործընթաց եւ վերարտադրողական հարցերը հենց սերը ընտրելու միջոցով։ Մեր իշխանությունը, մեր կառավարությունը վավերացնելուց առաջ որոշեց վերապահում անել, որովհետեւ ունենք վերարտադրողական առողջության մասին օրենքում մի դրույթ, որը թույլ է տալիս տեխնոլոգիաները օգտագործելու պարագայում, եթե անձիկ ունեն 3 նույն սեռի, ուրեմն երեխա, կատարել սեռով պայմանավորված սեռի կանխորոշում։ Այսինքն այստեղ պտղի սեռով պայմանավորված աբորտների իրականացմանն է առնչվում եւ վերապահումը հենց դրան է։ Հենց դրան է վերաբերվում, սա ընդհանրապես եվրոպական իրավունքի տեսանկյունից խտրականություն է դիտարկվում եւ ընդհանուր առմամբ պիտի ասեմ, որ ոչ համանդրություն է, ոչ էլ ընդհանուր առմամբ եվրոպական չափանիշներով խտրականությունը բացառելու, այսինքն խտրականությունը թույլատրելու, այսպես հանրային շահ նպատակ չկա նախատեսված։ Ինձ համար հետաքրքիր էր, որ նախ կոնվենցիայում նման արգելք չկա վերապահում անելու այս մասով եւ ընդհանուր առմամբ էլ Վիեննայի կոնվենցիան թույլ է տալիս կամ արգելում է վերապահում անել այն պարագայում, երբ որ դա կհակասի էությանը կոնկրետ կոնվենցիայի նպատակին եւ կարգավորման առարկային։ Ես կարծում եմ, որ խտրականությունը համընդհանուր սկզբունքի առանցքային սկզբունքի եվրոպական իրավունքի համար այստեղ վերապահում անելը անկախ նրանից կոնվենցիա վարվել է թե չէ Օվիեդոյի, բայց այլ կոնվենցիաներով նախատեսվում է եւ այստեղ ըստ էության գործնականում միևնույն է խտրականություն առկա է։ Պարոն Խաչատրյան, մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը։ Այստեղ էլ քանի որ ինքը շատ բարդ է եւ հասարակության շատ լայն շերտերի համար գուցեև անհասկանալի, սա էլ կխնդրեմ, մի փոքր ավելի բարձ լեզվով ասած, այսպես ասած, մանրամասն ներկայացնեք։ Նախադեպը կարծում եմ կարևոր նախադեպ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև եվրոպական երկրների համար, որտեղ միանշանակ մի տեսակ ձևավորված պրակտիկա չկար։ Արգելքը գոյություն ունի եւ սա պայմանավորվում է տարիքով եւ Սահմանադրական դատարանը ըստ էության ասաց, որ տարիքը չի կարող վճռորոշ գործոն լինել արգելքը սահմանելու համար։ Եվ յուրաքանչյուր ոչ թե մենք նորմատիվ ձևով ընդհանուր ձևով պետք է սահմանենք տարիքային արգելք, եւ առհասարակ մեթոդը տարիքային արգելքների ընդունված չէ, այլ պետք է ընդունել, որ ցանկացած դեպքում անհատի առանձնահատկություններով պայմանավորված, իրավիճակով պայմանավորված պետք է իրականացվի գնահատում առողջական, սոցիալական, կենսաբանական եւ այլ գործոնների համադրելու համար, որպեսզի որոշվի արդյոք այդ մարդը կարող է օգտվել եւ այդ օգտվելը բացասական կանդրադառնա թե իր առողջության վրա, թե ծնվելիք երեխայի։ Այս դեպքում անհատական զուտ տարիքը միայն գործոններից մեկն է եւ վճռորոշ գործոնը չէ շատ դեպքերում եւ այս դեպքում Սահմանադրական դատարանն ասաց, որ բացարձակ արգելք, այսինքն առանց բացառությունների այդպիսի արգելք սահմանել ինքը մեթոդաբանական առումով ճիշտ չէ եւ միջամտություն է մարդու վերարտադրողական ինքնավարության ազատությանը, այսինքն մարդը ինքը կարող է որոշումներ կայացնել իր համար, անգամ եթե այդ որոշումները բացասական ազդեցություն ունենեն իր առողջության եւ կյանքի վրա։ Դուք ներդրեցիք առողջապահական իրավունք մագիստրոսական ծրագիրը, դա եզակի ծրագիր է մեր տարածաշրջանում։ Այսինքն մենք այդ խնդիրը ունենք առողջապահական իրավունք մագիստրոսական ծրագրի բացը կար Հայաստանում եւ որն էր նպատակը դա ներդնելու։ Բացը կար 2018 թվականին մենք ներդրեցինք, բայց պետք է ասեմ, որ սա արհեստական ներդրում էր, որովհետեւ ինքը ներքևից չէր զարգանում եւ անհրաժեշտության գիտակցում այդպեսին չկար։ Ես ինքս ուրեմն վերապատրաստվելով կամ սովորելուց հետո Եվրոպայում առողջապահական իրավունք մասնագիտությամբ
որոշեցի, որ կարելի է ներդնել եւ ուրախ եմ, որ Սլավոնական համալսարանում էլ պատրաստակամ են այդ առաջադեմ քայլը ձեռնարկել եւ ներդնել։ Ստացվեց, որ մենք համախմբեցինք որոշակի շրջանակի անձանց մասնագետների, ովքեր այսուհետ պիտի մասնագիտանային առողջապահական իրավունքի ոլորտում Նաև ակտիվ մասնակցություն ունեցանք, որպեսզի երկրում լինի ծրագիր Եվրոպայի խորհուրդը իրականացնում է հենց կենսաբժշկության ոլորտում ծրագիրը, որը նաև մեծապես նպաստեց, որ երկրում բարձրացվեց իրազեկվածությունը Օվիեդոյի կոնվենցիայի մարդու իրավունքների պաշտպանության խթանման մասին իրազեկում իրականացվեց, լուրջ հետազոտություններ կան, որոնք կարևոր են, վերապատրաստվեցին նաև ոլորտի մասնագետները եւ երկար տարիներ առողջապահության ոլորտը այսպես ասած դուրս էր մնացել մարդու իրավունքների պաշտպանության եւ այդ խթանման գաղափարից այսօր մենք տեսնում ենք, որ կա աճ, մի կարևոր դրական շարժ, որ ես ինձ համար եմ արձանագրում, որ մինչև 2018 թվականը առողջապահության ոլորտին վերաբերում է որպես ոլորտ, որին կան մասնագետներ, իրավաբաններ, որոնք զբաղվում են բայց դա համարվում է նաև բարդ, անհասանելի եւ կարծես թե ոչ այնքան իրավաբանական մարդու իրավունքների տրամաբանության մեջ տեղավորվող Հիմա արդեն այդ ոլորտին վերաբերում են որպես արդեն իրավունքի ճյուղ, այսինքն կա իրավունքի սկզբունքներ, որոնք ձևավորվել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ մասնագետները արդեն կարողանում են եւ կիրառել եւ լավարկել օրենսդրությունը մենք տեսնում ենք, որ վերջին ժամանակաշրջանում փոփոխությունները շատ արագ են առողջապահության ոլորտում տեղի ունենում, օրենսդրական կարգավորման, ինչը պիտի ասեմ դանդաղ, բայց ամեն դեպքում հաստատուն քայլերով դեպի դրականն է գնում։ Առողջապահական իրավունքը կայացած է Հայաստանում։ Այսպես կայացած ասելը մի քիչ դժվար է գնահատելը, ես կասեմ, որ գործընթաց կա, որը տանում է դեպի լավարկմանը։ Այո, որտեղ հենց նույն Օվիեդոյի կոնվենցիան ինքը այսպես խտացված միջազգային ստանդարտներն են, բայց նվազագույն ստանդարտներն են։ Դա չի նշանակում, որ միջազգային ստանդարտները միշտ նվազագույնն են։ Նվազագույնն այնքան, որքանով որ միջազգային հատկաներին թույլ է տալիս միջամտել պետությունների սուվերենության մեջ եւ ասել, որ այստեղ արդեն խախտումներ կան մարդու իրավունքների, բայց դա չի նշանակում, որ ավելի առաջ չի կարող գնալ պետությունը ավելի լավ պայմաններ սահմանելու առողջապահական ծառայություններից օգտվելու համար։ Իսկ ինչի համար է առհասարակ անհրաժեշտ, որ առողջապահության ոլորտում լինեն նաև իրավաբան մասնագետներ։ Սա մասնագիտացվածություն է պահանջում, որտեղ առողջապահության ոլորտն էլ ինքը բարդ ոլորտ է, բավականին բարդություններ ունի։ Մենք ինքներս էլ երբ որ շփվում էինք առողջապահական ոլորտի մասնագետների հետ, միշտ փաստարկումներում, երբ որ թելադրում էինք կամ ասում էինք, որ իրավական տեսանկյունից ճիշտ կարգավորում կամ խնդրահարույց է այս կամ այն կարգավորումը, առերեսվում էինք այն կենսաբանական գիտելիքի, հետազոտական, ասենք բժշկական գիտելիքների հետ, որտեղ մենք պարտվում ենք զուտ այն բանով, որտեղ փաստարկը շատ ուժեղ էր լինում։ Հենց նույնը Սահմանադրական դատարանի որոշման մեջ կա այդ հարցը, որ տարիքը ինքը հենց կարևոր գործոն է, այդպես են կարծում մասնագետները եւ վճռորոշ պիտի լիներ եւ դա մեծ ռիսկեր է պարունակում, պետք է կանխորոշել, կանխարգելել, հենց համանախապակումներ դնելու միջոցով, այնինչ իրավաբանական որոշումները իրանք չեն միտված առհասարակ անտեսելու կենսաբանական գործոններ, այլ ուղղակի ասում են, որ իրավաբանական կարգավորման մեթոդը սխալ է։ Մենք կարող ենք այդ քաղաքականություն իրականացնել, պաշտպանել որոշակի անձանց խավերի առողջությունը կյանքը, բայց ոչ միջամտելու միջոցով, անձեռնմխելիության իրավունքի միջոցով, միջամտության միջոցով։ Հասկանալի է եւ այսպեսի մի հարց էլ առողջապահության ոլորտին առնչվող մենք վերջերս հասկացանք, որ ազգային ժողովը պատրաստվում է ամեն դեպքում քննարկել կամ այդպիսի մի նախաձեռնություն են ուզում ներկայացնել աղմուկի, փողոցային այդ աղմուկի հետ աղմուկը կարգավորող, այսպես ասեմ, մի նախագիծ, որովհետև մենք բոլորս էլ գիտենք, որ չէ, Երևանում, որը փողոցում քայլելիս կամ որևէ սրճարանում նստած մեկ էլ ինչ-որ մեքենա շատ բարձր երաժշտությամբ այդպես սլանում է։ Սովորաբար դա լինում է հենց նիվաների դեպքում կամ գուցե եւ ոչ միայն նիվաների, այլ այդ առումով հանրային առողջության, չգիտեմ, աղմուկի կարգավորման առումով օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա։ Կարծում եմ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա եւ նախագիծ էլ կա, որը քննարկմանն է առաջադրել մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, ազգային ժողովում էլ քննարկվում էր։ Ընդհանուր աղմուկը կարծում եմ ոչ մեկիս համար էլ նորություն չէ, ինքը խնդիր է ներկայացնում, բայց դրա կարգավորման ուղղված խնդիրները միայն օրենսդրական դաշտում չեն։ Այստեղ է որ եթե քաղաքականություն ենք իրականացնում, որպեսզի վերացնենք աղմուկը կամ այն գործոնները, որոնք պատճառ են հանդիսանում աղմուկի առաջացման, միայն օրենսդրական արգելքները բավարար չեն։ Այստեղ ավելի շուտ պիտի գնանք ինչպես բժշկության մեջ լավ է կանխարգելել, քան բուժել
Հետևաբար լավ է կանխարգելիչ միջոցառումների մասին մտածել։ Նախ այս տեսանկյունից աշխարհի մակարդակում մեծ խնդիր է, առողջապահությունը պետք է վերածվի նախ այսօրվա դրությամբ նա հիվանդապահության ավելի շատ նման, քան առողջապահության, այսինքն կանխարգելիչ կոմպոնենտը պետք է ուժեղացնել։ Այսինքն ինչ պետք է արվել այս դեպքում։ Կանխարգելիչ միջոցառումներ ներդրվի, որպեսզի կանխվեն այդ գործոնների առաջացում, աղմուկի գործոնների։ Դա կարող է իրազեկման, այսինքն մոտենալ վարորդին ասել անջատեք երաժշտություն է։ Չէ, կանխարգելման միջոց այսպես նու քայլերի միջոցով, բայց նաև այդ կոնկրետ դեպքով իրականացնելը ինքը եւս կանխարգելիչ նպատակ է հետապնդում, ենթադրենք մեկին պատժելը կամ մեկին զգուշացնելը մյուսների համար կարող է ազդակ լինել, բայց կանխարգելիչ միջոցառումները դա կրթական են, իրազեկման կարող լինեն մեխանիզմների առկայությունը, որը ցույց տա օրինակ, չգիտեմ, աղմուկի բացասական հետևանքներ։ Ես կարծում եմ, որ շատերը օրինակ դեպի էկոլոգիական հարցերի վերաբերյալ, առողջապահական հարցերի, մտավոր առողջության հետ կապված հարցերի վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակ կա։ Միևնույն ժամանակ չեմ ուզում ամեն ինչ տանել իրազեկվածության դաշտ, որովհետև ցանկացած ոլորտում այսօր խոսում են իրազեկվածության մասին, բայց քաղաքացու համար այդ ծավալի ինֆորմացիան ցանկացած ոլորտում իրազեկ լինել այդ բարդ հարց է, բայց առողջությանը հետևելու, առողջ ապրելակերպ վարելու, նաև միջավայրը բարելավելու համար առաջին, այսպես ասած, իրազեկման պայմանը իրազեկել մարդկանց դրան բացասական հետևանքների լրջության մասին։ Օրինակ շատերն են, դեստեկուս տաղավար գալուց առաջ զրուցում են ինքերից մեկի հետ, ով բողոքում էր, որ չի կարողանում ժամանակ չունի կամ չի կարողանում մտապահել օտար լեզվով բառերը, սովորելը շատ դժվար է։ Իրականում այդ աղմուկի, այդ ինֆորմացիայի, այս տեղատարափի պայմաններում ուղեղը, որը քնած ժամանակ անգամ արձանագրում է տարբեր ինֆորմացիաներ, ինքը ունակ չէ արդեն տեղ չունի, ազատ տարածք չունի մտապահելու համար։ Դեպի աղմուկը ուղղակիորեն անդրադառնում է մեր աշխատունակության վրա կամ ընդհանրապես հիշողության վրա, մտապահելու ցանկացած տեղեկություն։ Իսկ կարծում եմ շատերս այդ խնդիրը բոլորի մոտ նկատել ենք։ Բայց կա նաև այսպիսի մի տեսակետ, որ մինչև մարդու գրպանին չես կպնում, ինքը այսպես ասած չի ենթարկվում այդ օրենքին, չնայած մենք ունենք օրենքներ, որ այդպես ընդունվել են, մնացել են թղթի վրա եւ նորմալ չեն էլ կիրառվում։ Այս դեպքում, որ ասում եք կանխարգելիչ միջոցառումներ, իրազեկող ակցիաներ, արդյոք դրանք կարող են ավելի այսպես արդյունավետ լինել։ Գրպանին կպնել այդպես ասած միշտ էլ երևի թե արդյունավետ է լինում, բայց նաև ցավոտ եւ արձագանքները շատ տարբեր են լինում, բայց նաև թե խնդիր կա, եթե մենք գնում ենք միայն տուգանելու տարբերակով, արդյոք օրենսդրության այսպես հեղինակության հարց չի առաջանում, որտեղ եթե լավ չաշխատի մեթոդը, ասենք օրինակ մենք սանկցիաներ, պատիժներ նախատեսենք օրենքով, ինչը որ կան եւ նաև նախատեսվում է ընդունել, հետագայում դրա չկիրառման արդյունքում մենք ունենանք նաև այս խնդիրը, որ չի հարգվի օրենքի այս դրույթ, օրինակ նույնը մենք տեսանք օրինակ ծխախոտի հետ կապված, խնդիր կա դրա կիրառման, որտեղ մասշտաբները շատ մեծ են, եթե դա չկիրառվի, արդեն հեղինակազրկվում է օրենքը, որպես չկիրառվող օրենք։ Այս դեպքում ես ավելի կողմնակից եմ ոչ թե այդպես պատժելու, թեպետ երբեմն պիտի ընդունեմ, որ արդյունավետ է լինում, այլ նաև այդպես որոշակի աշխատանքներ, թեկուզ մշակութային միջոցառումների ձևով կամ իրազեկման միջոցով հասցեականացնել դրա հետևանքների մասին, թե ինչպես է դա բացասական արդյունքում հենց իրենց հարազատների վրա, որ հիվանդությունների պատճառներն են հենց աղմուկը հանդիսանում, որ հիվանդությունների պատճառ է հանդիսանում։ Այս դեպքում կարող է առարկայական տեսնել նյարդային հիվանդությունների, ավելի ջուրագրգիռ, առօրյա կոնֆլիկտների պատճառները, սրտանոթային հիվանդությունները, թեկուզ այս դրանք բոլորը պատճառ են, որոնք հենց կարող է աղմուկից լինեն։ Բայց այս ամեն ինչից առաջ պիտի լինի նաև հետազոտություն, թե որոնք են այդ գործոնները, որոնք ազդում են հենց աղմուկի առաջացման համար։ Տեսեք, դուք ասացիք ծխախոտի հետ կապված այդ օրենքը, մենք բոլորս էլ գիտենք, որ չէ, Երևանում շատ սրճարաններ կան, ռեստորաններ կան, որ չնայած արգելված է ծխելը, բայց ասում են, այո, ոչ մի խնդիր։ Այսինքն այստեղ էլ մենք օրենքի կիրառման խնդիր ունենք, որովհետև այնպես չի, որ օրենքները ընդունվում են եւ բոլոր օրենքները այդպես հստակ կիրառվում են։ Մեր ժամանակները ընդհանրապես հատուկ են նրանով, որ օրենքների ինֆլյացիա գոյություն է, այսինքն շատ են օրենքները եւ այս պայմաններում նաեւ տանել դեպի իրազեկմանը, որ բոլոր օրենքները պիտի իմանան եւ դրանք կիրառեն քաղաքացիին, շատ դժվար է ապահովելը։ Այդտեղ նաեւ շատ մեծ հեղինակազրկում է տեղ ունենում օրենքների հանդեպ այդ վստահությունն ու հավատը, որ օրենքը կարող է հասարակական ինչ-որ հարցեր լուծի։ Դրա համար միտված չեմ դեպի այդ արգելքների պատիժների, բայց երբեմն դա աշխատող մեթոդ է, թեկուզ ինչ-որ ծավալի փոփոխություններ իրականացնելու համար։ Պարոն Խաչատրյան, աղմուկի մասին խոսեցինք, ես այսպեսի համեմատություն եմ ուզում անենք։ Դուք քանի որ շատ երկրներում եք ապրել, Ֆրանսիա, Բելգիա, Միացյալ Նահանգներ, այնտեղ ինչպես է կարգավորվում դա, այսինքն մենք կարող ենք, չգիտեմ, Բրյուսելում, Փարիզում կամ
Նյու Յորքում այսպես մեծ աղմուկի, չգիտեմ, աղմուկի ականատես ասել եմ մի քիչ սխալ, մենք կարող ենք այնտեղ տեսնել, որ մեքենաների մեջից այդպես բարձր երաժշտությունը միացրած ինչ որ լսում ենք փողոցում։ Տարբեր երկրներում կան մոտեցումները տարբեր են, ես գուցե որոշ դեպքեր լինեն նաև աղմուկի, այստեղ խնդիրը կոնկրետ դեպքերի արկայությունը չէ, կարգավորումը կա, կարգավորումը բազմա այսպես պրոֆիլային է եւ աղմուկի ընդհանուր առմամբ շինարարական գործունեության արդյունքում աղմուկի հարցերը անգամ կարգավորում են Եվրոպական միության մակարդակով եւ միջազգային կոնվենցիաների այսպես կարգավորման առարկա են դարել, բայց այստեղ ոչ միայն օրենքի կարգավորումների ներդրումն է, այլ նաև ձևավորել այդպես հասարակական ընկալումն ու կարևորությունը, որ աղմուկը վնասակար է առողջությանը եւ ոչ մեկին շահավետ չէ։ Այդ առանձին դեպքեր կարող են լինել, դուք եթե ճանապարհորդել եք Փարիզում էլ կտեսած կլինեք, շատ են, տարբեր նաեւ ազգերի եւ դա մեծ մասում եթե դիտարկենք, չեմ ուզում ինչ-որ հադրական ինչ-որ մեջբերում անել, բայց տարբեր ազգերի մշակույթների յուրահատուկ է նաեւ ինչ-որ անհատական կոմպլեքսների դրսևորվելու միջոց է համարվում։ Ֆրանսիական մեթոդը օրինակ այդպես է թողնել ավելի ազատ, շատ խիստ չլինել վարչարության հարցում, գերմանականը շատ ավելի խիստ է, որտեղ երբ որ կարիք կա իրացնելու այդ ազատությունը, ուզում է մարդը իրացնել իր ազատությունը, դրսևորվել, ինքը այլ տեղ կարող է դրսևորվել, եթե չթույլ չտանք երաժշտությունը օրինակ բարձր լսելու միջոցով դա իրականացնի։ Մի այսպես կոչված ռոմանտիկ հարց։ Դուք էլի եմ ասում, շատ երկրներում եք ապրել եւ աշխատային գործի բերումով եւ կրթական ծրագրերին մասնակցելով, բայց միշտ վերադարձել եք։ Ինչն է միշտ մարդկանց հետ բերում հայրենիք Հայաստան, որովհետև շատ հաճախ երբ խոսում ենք Միացյալ Նահանգներում կամ նույն Ֆրանսիայում ապրող մեր ընկերների, բարեկամների հետ, ամեն մեկն ասում է, չէ, մենք ապրում ենք Լոս Անջելեսում, բայց ստեղծել ենք մեր փոքրիկ Երևանը։ Այսինքն գնում հասնում են այնտեղ, այստեղից ձգտում են, փորձում են ամեն ինչ անել, որ հասնեն Լոս Անջելես, բայց այնտեղ ստեղծում են իրենց փոքրիկ Երևանը։ Դուք գնում եք, հետ եք գալիս, գնում եք, հետ եք գալիս։ Երևի հենց այդ հայրենիքի նկատմամբ ռոմանտիկան է, որ վերադարձնում է, որտեվ իրականում ես երբ մեկնում եմ, այդպես չի եղել երևի թե որ մեկնեմ հենց չվերադառնալու պայմանով կամ բտադրությամբ, բայց տարբեր երկրներում տարբեր մշակույթներ կան, դրան հարմարվելը սկզբնական շրջանում էր դժվար, հետո ավելի հեշտ է լինում, հիմա արդեն որովհետեւ դժվարություն չէ։ Բայց հետ գալուց հետո ավելի չի դժվար լինում այդ բարքերի փոփոխությունը։ Էլի հարմարվելու հարցը դժվար է, որովհետեւ դուք ասացիք աղմուկը, դուք ասացիք նաև այդպես մշակութային հարց, միջամտության այդ հարցերը, տարբեր շփվելավոճ օրինակ թեկուզ կարող է տարբերվի եւ սկզբնական շրջանում դժվարություններ իրենից ներկայացնում։ Նաև էկոլոգիական հարցերը կարծում եմ լուրջ է, ես օրինակ եթե ինձ հարցնեիք ամենակեղտոտ քաղաքը էկոլոգիապես որտեղ եմ եղել եւ Երևանն է օդի աղտոտվածության տեսանկյունից։ Դա ամեն ինչը ազդում է նաև առողջության վրա եւ նաև անտարբեր չլինելով միշտ նյարդայնացնում է մտքերի մտածելու տեղիք է տալիս, բայց լինելով արտերկրում այնտեղ կան եւ դրական եւ բացասական բաներ, այդտեղ հարմարվելու հարց է, բայց երկու տեղերում էլ ինչ-որ մի բան միշտ պակասում է, այդ որն էլ պատճառ է հանդիսանում այսպես տատանողական միշտ ժամանակ առ ժամանակ մեկնելը, տեղափոխվելը մի երկրից մյուսը ճանապարհորդել, բայց ճանապարհորդելը նաև կարևոր առողջության համար կարևոր բան է։ Բայց նաև ասում են որ կարոտն ամենամեծ հիվանդությունն է։ Կարոտը հայրենիքի, ընտանիքի եւ այլն հարազատների ընկերների հանդեպ այդ կա, բայց փուլային է, առաջին շրջանում երբ մեկնում ես, այդ փոշման ափսոսանքի զգացումը կա, նաեւ վերապրում ես, թե սկսում ես արժևորել ինչ որ ունեիր քո հայրենիքում, ընտանիքի շուրջ, ժամանակի ընթացքում արդեն սկսում ես ճանաչել այլ մշակույթը, ինտեգրվելու ընթացքում սկսում ես ավելի հետաքրվել, ճանաչելի է դառնում այդ մշակույթը ու ժամանակի ընթացքում սկսում ես նաև այդ մշակույթն էլ սիրել։ Ինչ որ ժամանակի ընթացքում դու դառնում ես նաև ինչ որ առումով, եթե Ֆրանսիայում ես ապրել, Ֆրանսիա հայ։ Իսկ ժամանակի զգացողությունը չէ, կորցնելու բան էլ կա մարդկանց մոտ հիմա, այս մանավանդ վերջին տարիներին ասում են այդ ժամանակի զգացողությունը կորցնելու ինչ որ ոչ գիտակցաբար, բայց մարդիկ կարծես թե կորցնում են այդ զգացողությունը։ Կա, բայց միևնույն ժամանակ նոր տեխնոլոգիաներ մի քիչ փոխել են իրականությունը, որովհետև երբ որ մեկնում են այդ կարոտի զգացումը կամ դժվարությունները, որ առնչվում են արտերկրում, ստիպում է իրենց ավելի ժամանակային եւ տարածության առումով ավելի մոտիկ լինել հայրենիքին։ Դա ժամանակին Skype-ն էր, հեռուստատեսությունը բոլոր հայկական ընտանիքներում կար, միացված էին հայկական հեռուստաընկերությունը, լուրերը, այսինքն չեն դադարում կապված մինեն, այսինքն ֆիզիկապես տեղափոխվում են, աշխատում են, նյութական գուցե
հետ այլ հարցեր լուծում են, բայց էմոցիոնալ առումով դեռևս կապված են եւ այդտեղ եւ բարդացնում է ինտեգրացիոն փուլը եւ նաեւ դժվարություններ ներկայացնում հետո ինտեգրվել, ավելի հարմարվել, որպես կանոն երկրորդ սերունդն ավելի այսպես ինտեգրված լինում այդ մշակույթին, բայց նաեւ տարբեր է թե որտեղ է գնում, որտեղ Եվրոպա մի քիչ ավելի այլ է մշակութային առումով, որտեղ այնտեղ կա դոմինանտ գերիշխող մի մշակույթ, որին պետք է նմանվես, որին փորձում ես ընդօրինակել, երբեմն շատ ավելի ֆրանսիացի լինել, քան ֆրանսիացիները։ Եվ այստեղ մենակ այդ այսպես կոչված գավառական մտածելակերպը հաղթահարելու խնդիր չի առաջանում, որտեղ նույն ճապոնացիները, նույն ամերիկացիները, որ գալիս է ֆրանսիացի, ուզում է լինել ֆրանսիացի ավելի, ընդօրինակել ֆրանսիական մշակույթը, թեկուզ հենց առավոտյան ուտել ֆրանսիական նախաճաշ։ Բայց նաև զուգահեռ կա մի դժվարություն, որը որ լեզվական է, բացի լեզվականից կարևորը մշակութային եւ ժամանակային է, որտեղ մենք ժամանակային առումով այսպես տարբեր հարթություններում ենք գտնում մշակութային եւ այսպես ասենք ժամանակի մեջ ճանապարհորդել է դա նաեւ այդ փորձը հարստացնում է քեզ, որպեսզի գաս եւ գտնես քո երկրում ինչ որ փնտրում ես։ Շնորհակալություն։ Ես հիշեցնում եմ հյուրը իրավաբանական գիտությունների թեկնածու Հայ-Ռուսական համալսարանի առողջապահական իրավունք մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Միքայել Խաչատրյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։